Եղբայրներ, քույրեր ջան, Տիրոջ անունով ողջունում եմ եւ գոհանում եմ, որ Տերը մեզ հնարավորություն ա տվել հավաքվելու իր խոսքի շուրջ։ Ժողովուրդ ջան, այսօր սրտիս մեջ դրվել ա խոսամ առաջնեկության անդրանիկության մասին, Ինչ է նշանակում անդրանիկություն, ուրեմն Աստծո խոսքի մեջ գրված է, որ երկնքում հանդիսավոր ժողով է լինելու անդրանիկների ժողով։ Եվ դա ինչ կապ ունի մեզ հետ, դա ինչ է իրանից ներկայացնում եւ մենք ունենք դրա մեջ բաժին թե ոչ։ Ուրեմն այդ անդրանիկ խոսքը գալիս է հին ուխտից եւ հին ուխտում անդրանիկ զավակը, այսինքն առաջնեկ զավակը ուներ կրկնակի բաժին։ Հայաստանում հակառակն է, փոքրին են չէ տալիս, փոքրը մնում է իր ծնողներին պահը, ամեն ընտանիք իր սովորությունն ունի, բայց ընդհանուր առմամբ այդպես է։ Եվ բայց Իսրայելում կրկնակի բաժինը, այսինքն շատը տալիս էին ավագ որդուն եւ դա Աստված էր պատվիրել եւ ասել էր, որ քո առաջի զորությունն է, քո առաջի զավակը տա, իրան կրկնակի պիտի տաս։ Դրա համար մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, մեր կյանքի մեջ մեզ ինչու է Տերը անդրանիկ անվանում։ Մենք ունենք կրկնակի բաժին, երկու բաժին ունենք։ Կա հոգևոր բաժին, կա մարմնավոր բաժին։ Մարմնավոր բաժինը, այսինքն երևացող բաները, ուտելիք, հագնելիք, կարիքներ, սա մի բաժին, իսկ երկրորդ բաժինը դա հոգևոր բաժին, հոգևոր օրհնություններ, հավիտենական կյանք։ Հիմա Աստված իր զավակներին տալիս է կրկնակի բաժին։ Աշխարհիկներին մի բաժին է տալիս, ժողովուրդ ջան, այդ մի բաժինը որն է։ Մենակ երկրավոր բաները։ Աշխարհիկ մարդը երկրավոր բաժին ունի։ Տերը իրանց հելա գիտեք ուտասնում, հագցնում, նույնիսկ գրված է, որ երկնքի թռչունները, ագռավները Աստծուց իրանց կերակուրն են ուզում, առուսների ձագերը, կորյունները, այս ամբողջ աշխարհին Տերն է կերակրում, ժողովուրդ ջան։ Հավատացյալ, անհավատ, ասում է երկնքի արևը ծագեցնում է եւ արդարների եւ չարերի, անձրևը տեղում է եւ արդարների եւ չարերի։ Այսինքն այս առաջի մի բաժինը բոլորը ունեն, բոլորին տալիս է Տերը, բայց հավատացյալներին երկրորդ բաժինն է մենակ, պլյուս դրան երկրորդ բաժինը, նաեւ հոգեվոր օրհնություններ է տալի։ Ուրեմն աշխարհիկ մարդը հոգևոր օրհնություններին բաժին չունի։ Ինքը դրա մեջ բաժին չունի։ Դա մենակ այն մարդիկ են, որոնք որ Աստծուն ընդունել են Տեր եւ Փրկիչ։ Աստված իրանց է հոգևորներին այդ բաժինը, երկրորդ բաժինը տալիս առաջինի հետ միասին։ Հիսուսն ասում է, ես եկա որ կյանք ունենաք եւ ել ավելի կյանք երկրավոր եւ ել ավելի հավիտենական կյանք։ Դրա համար մենք կոչվում ենք Տիրոջ անդրանիկները, առաջնեկները։ Ես իմ ավագ երեխայի անունը դրել եմ անդրանիկ, տղուս անունը դրել եմ անդրանիկ։ Ինչու համար, որովհետեւ ինքը իմ առաջնեկս է, երկրորդը որ անդրանիկների ժողովում մասնակից լինի, որ ինքը մասնակից լինի, ես հավատում եմ, որ Տերը կօրհնի եւ դա կկատարվի։ Այնպես որ եթե անդրանիկ անունով եղբայրներ կան, դուք իմացեք, որ ձեր անունը պատահական չի, ովքեր էլ անդրանիկ չիրանց անունը, իմացեք հոգևոր անդրանիկներ եք։ Անդոն այդ արդեն Տերը օրհնի ժողովուրդ ջան։ Ուրեմն դրա համար փառահարվի Տիրոջ սուրբ անունը, որպեսզի մենք հասկանանք, ժողովուրդ ջան, որ մենք Տիրոջ անդրանիկներն ենք եւ Տիրոջ տան մեջ մենք կանչվածություն ունենք եւ դրա մեջ մենք հավատարիմ պիտի լինենք։ Բայց նաեւ ժողովուրդ ջան, հնարավոր է մարդ իր անդրանիկությունը կորցնի։ Հնարավոր է ինքը
դրա մեջ հավատարիմ չմնա։ Երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքից, ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ կային մարդիկ, որոնք որ իրենց անդրանիկությունից ընկան, զրկվեցին։ Մենք նայում ենք, որ կար Հակոբը ուներ 12 զավակ, տղաներ, առաջնեկը Անդրանիկը, Ռուբենն էր, չէ՞։ Ռուբենը ինքը ինչ արավ, իր անդրանիկությունից ընկավ, ինչու, որովհետև իր հոր անկողինը պղծեց, իր հարճի հետ եղավ և Տերը իրան ասեց, որ դու զրկվում ես անդրանիկությունից։ Երկրորդը ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ Ղևին և Սիմեոնը նույնպես ընկան անդրանիկությունից, իրանք ինչ արին, Սյուրքեմի կոտորած արին, և իրանց հայրը Հակոբը ասաց, որ դուք արյուն թափեցիք առանց, վատ բան արեցիք և դրա համար իրանք էլ իրանց անդրանիկությունից ընկան։ Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, Հովսեփը Հուդան հոգևոր առումով վայելեց այդ օրհնությունը, մենք տեսնում ենք, որ Հովսեփը այդ ժառանգությունը վայելեց Քանանի երկրում, ինքը կրկնակի բաժին ստացավ, այդ օրհնությունը ինքը ստացավ Տիրոջից։ Ինչ եղավ, որ նա մենք 12 ցեղերի մեջ Հովսեփի անունը չկա, բայց կա իր երկու տղաների անունը, Եփրեմը և Մանասեն, այսինքն ինքը դրա մեջ կրկնակի բաժին ունեցավ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, շատ տեղերում Աստված զգուշացնում է, ասում է, զգուշ եղեք, որպեսզի ասում է, ձեր կոչումը հաստատուն պահեք։ Եվ երբ որ մենք կարդում ենք, նաև մենք կարդում ենք օրինակը Եսավի։ Եսավն է, չէ, իր անդրանիկությունը կորցրեց, ժողովուրդ ջան։ Ինչպես կորցրեց։ Ինքը հոգնած եկել էր որսից և իր Հակոբ եղբայրը ասավ, Հակոբին ասավ կերակուր տուր, ասավ անդրանիկությունը ծախին վրա, վաճառի, մի աման կերակուրով, ապուրով, այս Եսավն էլ ինչ ասավ, խանց թե մեռնելու եմ ավելի լավա իմ անդրանիկությունս ծախեմ։ Մի ապուրը կերավ, բայց անդրանիկությունը տվեց Հակոբին և իր օրհնությունից ընկավ, կրկնակի այդ բաժինը, այդ օրհնությունը և մենք հետո տեսնում ենք, որ ինչպես Հակոբը խորամանկությունով Իսահակից վերցրեց այդ օրհնությունը։ Ես միշտ մտածել եմ, ասել եմ, բայց այս Հակոբը շատ այդ հրեական խորագիտություն, թե խորամանկությունով բան արավ, ձեռք բերեց, բայց ինչու Աստված հավանություն տալի, նույնիսկ օրինակաբերվում։ Գիտեք ինչ, Հակոբը գնահատել էր անդրանիկության այդ զորությունը, ինքը գնահատում էր այդ հոգևոր օրհնությունը, դրա համար ինքը ինչ ճանապարհներով արեց, ինքը դրա վարձքը հետո ստացավ, ինքը շատերին խաբեց իր եղբորը քանի անգամ, իրան է խաբեցին, բայց հարցը նրանում է, որ ինքը դրա մեջ ինքը գնահատում էր այդ անդրանիկությունը, այդ օրհնությունը, հոր օրհնությունը ինքը շատ լավ գնահատում էր։ Եվ հիմա եղբայրներ, քույրեր ջան, մենք պիտի հասկանանք, որ մենք շատ ժամանակ Եսավի պես մեր անդրանիկությունը վաճառում ենք, պահերա գալիս։ Ինչպես Եսավն ասում է, ավելի այդ անհավատությունից ինքը վաճառեց, գիտեք, ինքը ասում է, բալ մեռնեմ, ինչի սա պետք անդրանիկությունը, ինքը չէր հավատում, որ Աստված իրան կպահի, ինքը չէր հավատում, որ Աստված իրան չի թողնի մահանա։ Այսօր ժողովուրդ ջան, մեր կյանքի մեջ եղնումա չէ պահեր, մենք մեր հոգևոր բաները փոխում ենք միաման ապուրի հետ, մարմնավոր բաների հետ, դե ասում ենք բանտանի քսով պիտի պահի, բա ոնց ես վարձը տամ, բա ոնց ես ինչ անեմ, և մի քիչ նման է այդ խոսքերը, և գիտեք ինչա կատարում, շատ ժամանակ փոխում ենք մեր օրհնությունները հոգևոր օրհնությունները փոխում ենք այս ապուրի հետ, այս ժամանակավոր բաների հետ,
Դա չի նշանակում, որ հոգևոր մարդը չի պետք է աշխատի։ Հոգևոր մարդը ամենաաշխատասեր մարդն է եւ ինքն է կարոտ եղողներին պիտի օգնի։ Բայց այն սահմանը, որ հոգևորի հաշվին մենք տալիս ենք մարմնավորին, կամաց մեր անդրանիկությունը մեր ձեռից տալիս ենք։ Մեկ է տենում ես սառել ես, մեկ է տենում ես հոգևոր աղոթներ չկա, չես կարողանում աղոթ քանես, որովհետև դու սառել ես քո անդրանիկությունդ, քո օրհնությունդ, քո առաջնեկությունդ վաճառում ես, փոխանցում ես։ Հայերեն եմ լավ ասեմ, ասպա ժամանակը ծախու առեք։ Այսինքն բարդ էր, ոնց որ ինչ-որ բան տալիս ես, որ վերցնես։ Ես իմ աշխատանքի զոհաբերում եմ, որպեսզի հոգևորը վերցնեմ։ Մեր կյանքը այդպես է։ Մենք ծախու առնում ենք, մի բան պիտի վճարես, որ դու գաս ժողովի, դու վճարում ես քո հանգստով, առավոտները աղոթք ես ամ, դու վճարում ես քո կերակուրով, որպեսզի հոգևոր առնես, այսինքն դու միշտ այդ process-ը մեր կյանքի մեջ կա, հոգևոր եւ մարմնավոր, եւ ուշադիր լինենք, որպեսզի մեր հոգևոր բաժինը մենք չփոխենք մարմնավոր բաների հետ։ Եվ Տերը ինքը հոգատար Աստված է, ինքը հոգանում, ինքը մենակ հոգևորի համար չի հոգանում, ինքը նաև մեր մարմնավոր բաների համար է հոգ տանում, ինքը նաև մեր ֆիզիկական բաների համար է հոգ տանում։ Ես ուզում եմ մի հատ վկայություն ասել իմ կյանքից, որ երբ ես պատանի եւ պապիկիս հետ կարտոշկա ենք վաճառում շուկայում 90-ական թվերներ եւ կիրակի օր եկավ, ասի պապի ջան, ես կիրակի օրը ժողով եմ գնալու, ասա բալա ջան, ասա կիրակի օրն է լավ առևտուր, կիրակի մնա մի ուրիշ անգամ կգնաս, ասի չէ, գնալու եմ ժողովի, քեզ շատ եմ սիրում, հարգում, բայց գնալու եմ ժողովի, այդ օրներ բանում էր սպորտ պալատում էր, դվառեցում էր, մեր ժողով էր, հյուրեր պետք է գային, թողեցի, ասի ճաշից հետո կգան կվաճառեն կարտոշկեն, գնացի ժողովի, լավ օրհնված, լցված, եկա ժողովից կարտոշկես, պետք է վաճառվի։ Եվ ժողով ջան, Տերն ինձ օրհնեց, այնպես օրհնեց, կողքից կային մարդիկ, իրանցը չէր վաճառում, հենց իմ մոտ էին գալիս։ Ես հենց ուժեղ առևտրական չեմ, բայց այս պապս էլ է զարմացել, ոնց են գալիս, մի քանի ժամում այդ ծախեցի, վաճառեցի, նրանք առավոտվանից կանգնած էին, նրանցը դեռ մնում էր, ես ճաշից հետո եկավ, Տերը օրհնեց։ Եղբայրներ, քույրեր ջան, դա մանր-մուներ բաներ ա, որ Տերը մեզ հավիտենական կյանք ա տվել, ինչ մնաց թենց բաները չօրհնի, քո անդրանիկությունդ, քո օրհնությունդ չվաճառես, չփոխարինես մարմնավոր բաների համար։ Գրված է Աստծունը Աստծուն, կայսրինը կայսրին։ Երբ որ մենք նախապատվությունը տալիս ենք հոգևորին, երբ որ մենք հոգևորից բռնում ենք ամուր, Հակոբի պես պատերազմում ենք, մեր ուժը, մեր էներգիան դնում ենք, Տերը անպայման ինքը հոգատար Աստված է, ինքը անպայման հոգ անում։ Մի վկայություն էլ ասեմ, եղբայրներ քույրեր ջան, ուրեմն էլի 90-ական թվերն է, ես Հայաստանում եմ եւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներ եւ նկատում եմ, որ մայրիկս ժողովների չի գնում, բուրդը մեկդակում են, ինչ-որ տենց բաներ են առաջանում, հիմա չգիտեմ, հենց այդ ամիսներն էր եւ մայրիկս տենա մի քանի շաբաթ չի գալի Կիրակնորյա, ասի մամ ջան, խիչ ես գալի ժողովի, ասավ տղա ջան, հենց Կիրակի օրը լավ եղանակա, մնացած օրերը անձրև է։ Սա կնոջ գործ է, տղամարդը լավ չի հասկանում։ Բավ չանեմ, էսա ձմեռա։ Այն ճասի մամ ջան, բեր մի հատ բան անենք, բեր ես Կիրակի, թող հենց բուրդը տենց թող ու արի ժողովի։ Տես ինչ Տերը միթե հոգ չի անի։ Եվ մայրս թողեց այդ ամեն բրդերը տան մեջ, տենց թողեց ու եկավ ժողովի, ուրախ, լցված, քանի շաբաթ ժողովի չի եկել։ Ուրախ, զվարթ եկավ տուն, այդ բուրդը պետքա մեկդակի, սարքի, կարի, մեկ էլ թակեցին դուռը, մայրս բացեց, մի հատ քույրիկ ա եկել,
քույրիկ ա եկել, Զոյա քույրիկ եկել եմ ձեզ այցելեմ, մայրս ասում ա քույրիկ ջան, տունը գործ եմ անում, էլի հարմար չի, կեղնի մի ուրիշ անգամ ասում ա ինչ գործ ես անում, ասում ա բան եմ անում, բուրդ պետք ա կարեմ, մի հատ ասեղամ այդ մախատասեղից, այդ ասեղը մենակ ես եմ օգտագործելու, մեկ ես քույրիկը ասեղը հանում ա, ասում ա այս ասեղով եմ եկել, վայ, այս քույրիկ ջան, այս ոնց եղավ որ ասեղով եկար, ասում ա իմ աղջիկս անցյալ կիրակի ասել էր մամջան կգաս որ ժողովից հետո այդ բուրդը մեկդակ ես իրանցնել էր այդ գործը, ասում ա այնա մեկ է պես է զանգեց ասավ մյուս կիրակի, որովհետև այս կիրակի տեղ են գնալու չնախատեսված բան կա, ես էլ աղոտ քարե ասի տեր ջան, բա ուր գնամ, չստացվեց աղջկասնում գնալու, տերը ասավ գնա Զոյա քույրիկանց տուն, այնա ասեղով եկավ, Ժողովուրդ ջան, ճաշից հետո այդ երկուսով ընենց գործ արին, սաղ լավ ձևով արին եւ Տերը օրհնեց։ Գիտեք, մեր հավատքի կյանքում քայլ է պետք անել։ Երևույթը շատ ժամանակ մեզ վախեցնում է, մեզ շատ է շփոթեցնում, բայց ասում եմ մենք ոչ թե երևույթով ենք քայլում, այլ հավատքով։ Դու մի մտածի Եսավի պես որ կմեռնես։ Դու մի մտածի որ Տերը քեզ թողել է, Տերը քեզ հետ է։ Ինքը ասում է ես քեզ հետ եմ, չվախենաս, ասում է բարքերնիդ արծաթասեր չլինի, որովհետև ինքը ասել է քեզ հետ եմ, քեզ չեմ թողնի, ուստի համարձակություն ունենք Տիրոջը ասելու, որ Տերը մեր հոգատար Աստվածն է։ Եվ ստեղ գրված է Եբրայեցիս 12:15 զգուշացեք, չլա որ մեկը Աստծո շնորհքեն ետ մնա, չլա որ դառնության արմատը վեր երևնալով ձեզ նեղե ու անով շատերը պղծվին, չլա որ մեկը պոռնիկը լա կամ անսուրբ Եսավի պես, որ կերակուրիմը համար իր անդրանիկությունը ծախեց, քանզի գիտեք, որ թեպետ ետքը ուզեց օրհնություն ժառանգել, բայց մերժվեցավ, վասնզի ապաշխարության առիթ չգտավ հորը քո, թեպետ արդյունքով խնդրեց զանիկա։ Ժողովուրդ ջան, հետո խնդրեց Եսավը։ Ես մտածել եմ, պոռնիկ ասում է, ինչ կապ ունի դա Եսավը հացի հետ, այսինքն աշխարհի հետ ընկերությունը, աշխարհի մեջ խորանալ եւ տրվելը դա անհավատարմություն է Տիրոջ հետ։ Եվ դրա համար Տերը օրհնի մեզ ուժ տա, կարողություն տա եղբայրներ քույրեր ջան, որպեսզի մենք այդ ներքևում է գրված է, որ մենք 23 համարում ու գրված է ու եկեղեցին գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին ու եկեղեցին եւ Աստծո ու ամենուն դատավորին, այսինքն ասма անդրանիկներու հանդիսավոր ժողովին պիտի մասնակից լինենք։ Տերը մեզ օրհնելա, Տերը մեզ կրկնակի բաժին ա տվել եւ երկրավորը եւ հոգեվորը, դրա մեջ հավատարիմ մնանք եւ Տիրոջ անունը կփառահորվի։ Ամեն ժողովուրդ ջան, մի հատ կանգնենք ոտքի, գոհանանք Տիրոջից